Բարի օր, եթերում օպերատիվ ժամն է։ Այս թողարկման մեջ տեղ գտած կարևոր իրադարձություններին ծանոթացեք նախ համարոտ։ Ներքին գործերի նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել, ամփոփվել է ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային վարչության 2026 թվականի կիսամյակային աշխատանքը։ Ընտանեկան եւ կենցաղային բռնության մասին ներքին գործերի նախարարության ոստիկանություն ստացված հաղորդումները 78-ով ավելացել են։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հատուկ միջոցառում է իրականացրել, հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի պահվող զենգզինամթերք, թմրամիջոցներ։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը Տավուշի մարզում ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակում փրկարար ծառայության կատարած աշխատանքը։ Նախարարը հանձնարարել է համագործակցելով վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինների հետ ակտիվացնել իրազեկման աշխատանքները, առանձնահատուկ ուշադրություն դարձնել ապօրինի ծառայությունների դեմ պայքարին։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հուլիսի 16-ին Տավուշի մարզում ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակում փրկարար ծառայության կատարած աշխատանքը։ Մասնակցում էին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն, ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը, փրկարար եւ էկոպարեկային ծառայությունների աշխատակիցներ։ Ողջունելով ներկաներին Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ միջկերատեսչական արդյունավետ համագործակցությունն առանցքային նշանակություն ունի արտակարգ իրավիճակների կառավարման, դրանց հետևանքների վերացման եւ արագ արձագանքման գործում։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության պետ Հայկ Սաղաթելյանը ներկայացրել է, որ հաշվետու ժամանակահատվածում մարզային փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումներում արձանագրվել է 471 կանչ, որից 134-ը տեխնածին բնույթի, 30-ը տարերային եւ այլ դեպքեր։ Արտակարգ դեպքերի հետևանքով զոհերի թիվը նվազել է 50, տուժածներինը 11.5%-ով, գրանցվել է 113 հրդեհ, որից 49-ը բուսածածկ եւ խոտածածկ տարածքներում։ Հրդեհի 1 դեպք գրանցվել է անտառածածկ տարածքում։ Շնորհակալություն հայտնելով կատարված աշխատանքի համար Արփինե Սարգսյանը հանձնարարել է աղետների ռիսկի կառավարման պլաններն առկա իրավիճակին համապատասխանեցնելու եւ առավել իրատեսական դարձնելու նպատակով ակտիվացնել համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների հետ։ Նախարարը հանձնարարել է համագործակցելով վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինների հետ ակտիվացնել իրազեկման աշխատանքները, առանձնահատուկ ուշադրություն դարձնել ապօրինի ծառայությունների դեմ պայքարին։ Քննարկվել են անտառային հրդեհների կանխարգելման, գետերի վարարումների, անտառային ճանապարհների բարելավման, կուտակված թափուկի մաքրման վերաբերյալ հարցեր։ Քննարկման առարկա են դարձել նաև կարկուտի հետևանքով պատճառված վնասների գնահատման եւ այդ ուղղությամբ միջկերատեսչական համագործակցության հարցեր։ Կարևորվել է նաև գյուղատնտեսական աշխատանքների, մասնավորապես խոթնձի ժամանակ հրդեհային անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ բնակչության շրջանում բացատրական աշխատանքների անցկացումը։ Գետերի մաքրման եւ ափապաշտպան կառույցների ամրացման ուղղությամբ կատարված աշխատանքներն է ներկայացրել Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Նա նշել է, որ առկա ռիսկերը պահանջում են շարունակական եւ համակարգված ջանքեր, հատկապես անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ, հաշվի առնելով, որ Տավուշը առավել անտառածածկ մարզերից է։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն, ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը նշել է, որ Տավուշի մարզի անտառամերձ եւ հանգստյան գոտիներում փրկարար ծառայության եւ էկոպարեկային ծառայության աշխատակիցները համատեղ իրականացրել են հրդեհավտանգ տարածքների մշտադիտարկում, ինչպես նաև հրդեհների կանխարգելման գործողությունները համակարգելու նպատակով համայնքներում անցկացվել են հանդիպումներ։ Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի խոսքով, թեև ծառայությունը Տավուշի մարզում նոր է ձևավորվել, սակայն փրկարար ծառայության հետ արդեն իսկ կա արդյունավետ համագործակցություն։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը կարևորել է միջկերատեսչական մակարդակում համագործակցությունը, ընդգծելով, որ խնդիրների վերհանման եւ լուծման տեսանկյունից անհրաժեշտ է պարբերաբար անցկացնել նման ձևաչափով հանդիպումներ։ Կառավարությունն իրազեկում է։ Անտառներն ու բուսածածկ տարածքները մեր երկրի կենսական եւ ռազմավարական հարստությունն են, սակայն անգամ մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։ Բնության գրկում հանգիստը կազմակերպելիս դրսևորեք հոգատարություն, ստեղծեք մաքուր եւ անվտանգ միջավայր։ Հրդեհավտանգ ժամանակաշրջանում խստիվ արգելվում է բուսածածկ տարածքներում նետել այրվող լուցկի կամ ծխախոտի մնացորդներ, չնախատեսված վայրերում խարույկ վառել։ Արգելվում է վառելիքով լիցքավորված ավտոմեքենաների շրջակայքում ծխելը, բաց կրակից օգտվելը, ինչպես նաև բացատներում շշեր եւ ապակու կտորներ թողնելը։ Դրանք կարող են ոսպնյակի նման ֆոկուսացնել արևի ճառագայթները։ Արգելվում է այրել չոր խոտը կամ խոզանը։ Վառելանյութերն ու քսանյութերը պահեք փակ տարաներում։ Դրանց պահման վայրերը շրջափակեք առնվազն 1.5 մետր հանքայնացված շերտով։ Մաքրեք բուսածածկույթից եւ փայտի մնացորդներից։ Հրդեհի փոքր օջախ տեսնելիս անտարբեր մի անցեք։ Անմիջապես փորձեք մարել կրակը կամ արագ հազանգեք 112։
Տարիներ շարունակ բռնության բազմաթիվ դեպքեր մնում էին ընտանիքի ներսում։ Այսօր բռնության ենթարկված անձանցից շատերը չեն լռում, դիմում են ոստիկանություն, վստահ, որ իրենց ձայնը լսելի է, անվտանգությունն ու իրավունքներն առավել քան պաշտպանված։ Ընտանեկան բռնության դեմ պայքարում ներքին գործերի նախարարության ոստիկանության պատասխանատու հանձնառությունը հստակ է կանխարգելել եւ բացահայտել բռնության ցանկացած դեպք եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել բռնության դեպքերի կրկնվելու ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ։ Տարիներ շարունակ բռնության բազմաթիվ դեպքեր մնում էին ընտանիքի ներսում։ Այսօր բռնության ենթարկված անձանցից շատերը չեն լռում, դիմում են ոստիկանություն, վստահ, որ իրենց ձայնը լսելի է, անվտանգությունն ու իրավունքներն առավել քան պաշտպանված են։ Ընտանեկան բռնության յուրաքանչյուր հաղորդում կամ ահազանգ արժանանում է ոստիկանության օպերատիվ արձագանքի եւ այստեղ համայնքային ոստիկանի առաջնահերթությունը ընտանեկան բռնության ահազանգով դա առաջին հերթին բռնության ենթարկված անձի պաշտպանությունն է։ Նախորդ տարիների համեմատ, երբ որ տոտալ շատ վատ էր իրականում, մարդիկ չէին ուզում դիմել առհասարակ։ Հիմա նույնիսկ այն մարդիկ, որոնք հակված չեն դիմելու, փորձում են, դա էլ է մեզ համար որոշակի փոքրիկ հաղթանակ, վարքագծի մեծ փոփոխություն եմ նկատում մեր հանրության լայն շերտերի մոտ եւ վստահությունը ինչպես պետական մարմիններին, այնպես էլ ծառայություն մատուցող տարբեր մարմիններին շատ կտրուկ աճել է իսկապես։ Եթե նախկինում մենք շահառուին խնդրում էինք, որ հորդորում էինք, որ ավելի ճիշտ է ոստիկանություն դիմել, որովհետեւ մենք ձեր անվտանգությունը, այսպես ասած, չենք կարող այնպես կազմակերպել, որը իրականացնի ոստիկանության ծառայությունը, հրաժարվում էին։ Իսկ հիմա շատ հանգիստ իրենք դիմում են ոստիկանություն, արդեն ոստիկանության նկատմամբ վստահությունը բարձրացել է։ 2026 թվականի 6 ամիսների ընթացքում ոստիկանություն ստացվել է ընտանեկան եւ կենցաղային բռնության մասին 1375 հաղորդում։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ստացված 1297-ի համեմատ հաղորդումների թիվը 78-ով ավելացել է։ Առկա են կալում, եթե մի հանցատեսակ, մի դեպք կամ մի իրադարձություն, եթե ունի աճի միտում, դա բացասական ցուցանիշ է։ Իհարկե ցավալի է, որ ընտանեկան բռնության դեպքեր արձանագրվում են մեր հասարակության մեջ, սակայն իրականում ընտանեկան բռնությունը լատենտային բնույթ կրող հանցատեսակ է եւ հետեւաբար այս դեպքերի ի հայտ բերումը դրանք ոչ թե պայմանավորված են ընտանեկան բռնության դեպքերի աճով, այլ արդեն իսկ առկա դեպքերը իրավական դաշտ բերելով եւ արձանագրելով 2026 թվականի 6 ամիսների ընթացքում արձանագրված դեպքերից 325-ով կայացվել է նախազգուշացում կիրառելու մասին որոշում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 304-ի դիմաց։ 961 դեպքով կայացվել է անհետաձգելի միջամտության վերաբերյալ որոշում, 2025 թվականի 6 ամիսների ընթացքում գրանցված 833-ի համեմատ։ 2026 թվականի 6 ամիսների ընթացքում ոստիկանությունում հաշվառվել է բռնություն գործադրած 1155 անձ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հաշվառվել էր 1011 անձ։ Բռնության դեպքերին առավել արագ արձագանքելու նպատակով ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի եւ ոստիկանության համագործակցության շրջանակում 2025 թվականին գործարկվել է Safe-U հավելվածը։ Առաջին հայացքից կթվա թե Safe-U հավելվածը դա ոստիկանություն արձանգելու ինչ-որ այլընտրանքային գործիք է, սակայն իրականում մեկ կանչի պարագայում միաժամանակ ապահովում է բոլոր պետական մարմինների ներգրավվածությունը, ինչը եւ օպերատիվ տեսանկյունից եւ արագ արձագանքման տեսանկյունից եւ նաեւ պաշտպանության կազմակերպման տեսանկյունից մեծ նշանակություն ունի։ Ընտանեկան բռնության կանխարգելման գործում առանցքային է քաղաքասարակության հետ համագործակցությունը, համատեղ աշխատանքի արդյունավետությունը գնահատելու եւ առկա խնդիրները վերհանելու նպատակով պարբերաբար անցկացվում են հանդիպումներ, իրականացվում մարզային այցելություններ։ Ոստիկանության հետ մեր համագործակցությունը շատ բարձր հիմքերի վրա կարող եմ ասել դրված է, որովհետև մենք հաճախակի հանդիպումներ ենք ունենում։ Մենք կարողացնենք վերջին տարիներին ձևավորել այնպիսի համագործակցություն, որ բավականին սահուն է ընթանում ներքին գործերի նախարարության ենթակայության տակ։ Հասարակական կազմակերպությունների գնահատականը չպետք է նվազեցնի մեր ուշադրությունն ու կարևորությունը գործընթացի նկատմամբ, ուստի մեր նշված տեմպերը նախարարության կողմից որդեգրված այն մոտեցումները, որոնք ունենք ընտանեկան բռնության կանխարգելման ուղղությամբ, ել ավելի մեծ թափով պետք է իրականացնենք։
Ընտանեկան բռնության դեմ պայքարում ներքին գործերի նախարարության ոստիկանության պատասխանատու հանձնառությունը հստակ է. կանխարգելել եւ բացահայտել բռնության ցանկացած դեպք, պաշտպանել բռնության ենթարկված յուրաքանչյուր անձի եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել բռնության դեպքերի կրկնվելու ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը Արարատի մարզում ամփոփել է ներքին գործերի նախարարության ոստիկանության 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ Կատարած պատասխանատու աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով անձնակազմին, նախարար Սարգսյանը ընդգծել է, որ արձանագրված արդյունքները պետք է ամրապնդվեն շարունակական եւ հետեւողական աշխատանքով։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հուլիսի 18-ին Արարատի մարզում ամփոփել է ներքին գործերի նախարարության ոստիկանության 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ Ներկային ոստիկանության պետ ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, ներքին գործերի նախարարության եւ ոստիկանության ղեկավար կազմի ներկայացուցիչներ, քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքը անդրադառնալով առանձին հանցատեսակների դինամիկային։ 2026 թվականի առաջին կիսամյակում վարչության կողմից գրանցվել է հանցագործության 324 դեպք, համապատասխանաբար 15.3 եւ 12.5%-ով նվազել են ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունները, աճել են պետական իշխանության, ծառայության եւ կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները, 60%-ով նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները, բնակարանային գողությունների թիվը նվազել է 40, իսկ խարդախություններինը 72.7%-ով։ Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնում հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հանցագործության 602 դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 9.3%-ով։ Բացահայտված հանցագործությունների թիվը կազմել է 551, ընդհանուրի 91.5%-ը։ Հանցագործությունների թվի նվազումը պայմանավորված է մարդու դեմ ուղղված հանցագործությունների նվազմամբ, աճել են հասարակական անվտանգության, հասարակական կարգի եւ բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները, 39.3%-ով նվազել սեփականության դեմ ուղղվածները։ Համայնքային ոստիկանության Արարատի բաժնում գրանցվել է հանցագործության 153 դեպք, բացահայտվել 140-ը։ Բացահայտման արդյունավետությունը կազմել է 91.5%։ Դեպքերի նվազումը պայմանավորված է գողությունների, խարդախությունների նվազմամբ, 75%-ով նվազել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թիվը։ 6 ամիսների ընթացքում համայնքային ոստիկանության VD-ի բաժնում գրանցված հանցագործության 238 դեպքից բացահայտվել է 215 կամ 90.3%-ը։ Հանցագործությունների ընդհանուր թիվը նվազել է, ինչը պայմանավորված է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների 59.4% նվազմամբ, աճել են մարդու դեմ, ինչպես նաև հասարակական անվտանգության, հասարակական կարգի եւ բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները։ Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնում գրանցվել է հանցագործության 652 դեպք, բացահայտվել է 593-ը։ Բացահայտման արդյունավետությունը կազմել է 91%։ Հանցագործությունների թվի աճը հիմնականում պայմանավորված է հասարակական անվտանգության, հասարակական կարգի եւ բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների աճով։ Բարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի ծառայողները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 20.5%-ով ավելի հանցագործության դեպք են բացահայտել։ Տարբեր վարչական իրավախախտումներով կազմվել է 37624 արձանագրություն, նախորդ տարվա համեմատ 11%-ով ավելի։ Արարատի մարզում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ճանապարհատրանսպորտային պատահարների եւ վիրավորների թիվն աճել է, մինչդեռ զոհերի թիվը նվազել։
Ոստիկանության գվարդիայի Արտաշատի պետական պահպանության բաժնի պետը ներկայացնելով բաժնի գործունեությունը նշել է, որ հասարակական կարգի պահպանության եւ հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներին զուգահեռ գվարդիայի ծառայողները նաեւ բացահայտել են մի շարք հանցագործություններ, ապահովել պահպանվող օբյեկտների հուսալի պահպանությունը։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել անձնակազմին կատարած պատասխանատու աշխատանքի համար, ընդգծելով, որ արձանագրված արդյունքները պետք է ամրապնդվեն շարունակական եւ հետեւողական աշխատանքով։ Նախարարը մի շարք ուղղություններով հանձնարարականներ է տվել։ Արփինե Սարգսյանը մասնավորապես պահանջել է բարձրացնել գիշերային ծառայությունների արդյունավետությունը, տարբեր ստորաբաժանումների ներգրավմամբ կազմակերպելով համատեղ ծառայություններ։ Անդրադառնալով խարդախությունների դեմ պայքարին նախարարը հանձնարարել է էապես ակտիվացնել օպերատիվ հետախուզական աշխատանքները, բացահայտելով ինչպես առանձին դեպքերը, այնպես էլ հնարավոր կազմակերպված սխեմաները։ Նախարար Սարգսյանը հետաքրքրվել է անչափահասների մասնակցությամբ եւ նրանց նկատմամբ կատարված հանցագործությունների դեպքերով եւ հանձնարարել է ուժեղացնել կանխարգելիչ աշխատանքը։ Կարևորվել է դպրոցներում հանդիպումների, իրազեկման միջոցառումների եւ ոստիկանություն դպրոց համագործակցության շարունակական կազմակերպումը, որպեսզի ուսումնական տարվա մեկնարկից աշխատանքներն իրականացվեն նախապես մշակված եւ համակարգված ծրագրով։ Ընտանեկան բռնության յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ հանձնարարվել է ապահովել արագ, անհետաձգելի եւ մասնագիտական արձագանք, բացառելով հաղորդումների թերագնահատումն ու ձևական մոտեցումը։ Միաժամանակ ընդգծվել է անհետաձգելի բացահայտում պահանջող հանցագործությունների ուղղությամբ օպերատիվ միջոցառումների շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությունը։ Տնտեսական հանցագործությունների հակազդման ուղղությամբ հանձնարարվել է ակտիվացնել աշխատանքները, այդ թվում ընդերքի ապօրինի օգտագործման, ավազի հանքերի շահագործման եւ ոլորտում հնարավոր չարաշահումների բացահայտման ուղղությամբ։ Առանձին անդրադարձ է կատարվել ապօրինի զենք զինամթերքի եւ թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարին։ Նախարարը նշել է, որ անհրաժեշտ է ակտիվացնել ինչպես բացահայտման, այնպես էլ կանխարգելման աշխատանքները, ուշադրության կենտրոնում պահելով հնարավոր իրացման ուղիներն ու հանցավոր կապերը։ Սեռական ազատության եւ անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ նախարարը պահանջել է ցուցաբերել խիստ եւ անհանդուրժող հակազդեցություն, յուրաքանչյուր հաղորդման դեպքում ապահովելով անհետաձգելի արձագանք, դեպքի բոլոր հանգամանքների ամբողջական բացահայտում։ Հանձնարարվել է նաեւ առավել հետեւողական պայքար իրականացնել քրեական հեղինակությունների, քրեական ենթամշակույթ կրող եւ դրան հարող անձանց նկատմամբ բացառելով նրանց ազդեցության եւ հակաօրինական վարքագծի ցանկացած դրսեւորում։ Միաժամանակ կարեւորվել է թշնամական հարաբերություններ ունեցող անձանց հետ մշտական կանխարգելիչ աշխատանքների իրականացումը, հնարավոր բախումներն ու ծանր հետևանքները նախապես կանխելու նպատակով։ Նախարարն անդրադարձել է նաեւ անձնակազմի բարոյահոգեբանական վիճակին, ընդգծելով առողջ աշխատանքային միջավայրի, կարգապահության եւ ղեկավար կազմի անձնական պատասխանատվության կարեւորությունը։ Պարեկային ծառայության մասով ընդգծվել է հերթափոխից առաջ հրահանգավորումների պատշաճ կազմակերպման անհրաժեշտությունը։ Նախարարը պահանջել է օրինախախտումների նկատմամբ լինել սկզբունքային եւ բացարձակ անհանդուրժող, միաժամանակ բացառելով վարորդների նկատմամբ կողմնակալ կամ ընտրողական վերաբերմունքը։ Նախարարը անդրադարձել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով պայմանավորված հանցագործությունների աճին եւ հանձնարարել ուժեղացնել կանխարգելիչ աշխատանքը, առանձնահատուկ ուշադրություն դարձնելով առավել ռիսկային ճանապարհահատվածներին եւ պարբերաբար արձանագրվող խախտումներին։ Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ որևէ ծառայող չպետք է կաշկանդվածություն ցուցաբերի իր լիազորություններն իրականացնելիս, անկախ այն հանգամանքից, թե օրինախախտն ինչ պաշտոն կամ դիրք է զբաղեցնում։ Օրենքի պահանջները պետք է հավասարապես կիրառվեն բոլորի նկատմամբ։ Ամփոփելով նախարարը հանձնարարել է նշված բոլոր ուղղություններով սահմանել հստակ թիրախներ, ուժեղացնել միջստորաբաժանումային համագործակցությունը եւ ապահովել հանձնարարականների հետեւողական կատարումը։ Օպերատիվ իրավիճակի կայունության ապահովման նպատակով ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հուլիսի 22-ին հանրապետության ամբողջ տարածքում իրականացրել է հատուկ միջոցառումներ։ Ոստիկանության ծառայողները շրջայցեր եւ ստուգողական գործողություններ են իրականացրել բակային տարածքներում, հավաքատեղիներում, հանրային տարածքներում։ Ուշադրության կենտրոնում են եղել մասնավորապես այն վայրերը, որտեղ առկա է իրավախախտումների կամ հանցավոր դրսևորումների ռիսկ։ Քրեական հակումներ ունեցող տարերին պահել ուշադրության կենտրոնում, ապահովել հանրային անվտանգությունը, կանխել հանցավոր դրսևորումները։ Օպերատիվ իրավիճակի կայունության ապահովման նպատակով ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հուլիսի 22-ին հանրապետության ամբողջ տարածքում իրականացրել է հատուկ միջոցառումներ։ Ոստիկանության ծառայողները շրջայցեր եւ ստուգողական գործողություն են իրականացրել բակային տարածքներում, հավաքատեղիներում, հանրային տարածքներում։ Ուշադրության կենտրոնում են եղել մասնավորապես այն վայրերը, որտեղ առկա է իրավախախտումների կամ հանցավոր դրսևորումների ռիսկ։
Հատուկ միջոցառումների արդյունքում ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողները հայտնաբերել են քրեական հակումներ ունեցող անձանց, հետախուզվողների, ապօրինի պահվող զենգզինամթերք, թմրամիջոցներ եւ այլն։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հասարակական կարգի պահպանման, հանցավորության կանխարգելման եւ հանրային անվտանգության ապահովման նպատակով հետեւողականորեն շարունակելու է իրականացնել օպերատիվ կանխարգելիչ միջոցառումներ հանրապետության ողջ տարածքում։ Իրացնելով քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալները, քրեական ոստիկանության Սյունիքի եւ Լոռու մարզային վարչությունների ու համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 19-ին Ստեփանավան քաղաքի Ռումինական փողոցի հասցեներից մեկում հայտնաբերել եւ արգելանքի են վերցրել 51-ամյա մի տղամարդու, որը մայիսի 12-ից քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների, այդ թվում մարմնական վնասվածք պատճառելուն եւ մարդուն առևանգելուն հանցակցելու մեղադրանքներով։ Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը։ Տղամարդը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին, կատարվում է նախաքննություն։ Հուլիսի 23-ին քրեական ոստիկանները Դիլիջան քաղաքի հասցեներից մեկում հայտնաբերել, սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալել եւ նախաքննական մարմին են ներկայացրել Աբովյան քաղաքի բնակիչ 32-ամյա եւ Երևանի բնակիչ 27-ամյա երկու տղամարդու։ Նույն օրը հայտնաբերվել, ձերբակալվել, ապա կալանավորվել է նաև Աբովյան քաղաքի բնակիչ 34-ամյա մի տղամարդ։ Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին մայրաքաղաքի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպից հետո ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողների անհետաձգելի օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ ճշտվել էր դեպքի մասնակից անձանց ինքնությունը, մեկ անձ ձերբակալվել եւ ներկայացվել էր նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են, նախաքննությունը շարունակվում է։ Ըստ ճանապարհային երթևեկության կանոնների 88-րդ կետի վարորդներին արգելվում է մուտք գործել խաչմերուկ, եթե առջևում երթևեկության ուղղությամբ առաջացել է խցանում, որը կհարկադրի կանգ առնել եւ կստեղծի խոչընդոտ հատող ճանապարհով տրանսպորտային միջոցների երթևեկության համար։ Այս կանոնի խախտումը վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի 5000 դրամի չափով եւ տուգանային 1 միավորի կիրառում։ Ներքին գործերի նախարարությունը հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։ 112 բարև ձեզ, լսում եմ։ 112 լսում եմ ձեզ։ Քաղաքը նշեք։ Բարի շնորհակալություն, ընդունեցեք։ Ազանգ ունենք քաղաքացուն օգնություն անհրաժեշտ Մարաշտոցի փողոցայով։ 112 մեկ զանգ արագ արձագանք։ Հանրապետությունում ջերմաստիճանի բարձրացման պատճառով մեծացել է անտառներում եւ խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման եւ տարածման վտանգը։ Անտառային եւ բուսածածկ տարածքներում հրդեհները կանխարգելելու նպատակով արգելվում է վառել խարույկներ չնախատեսված վայրերում։ Խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում, շրջապատելով խարույկը 5 մետրից ոչ պակաս միներալիզացված շերտով, իսկ վերջում հանգցնել ջրով կամ ծածկել հողով։ Բաց տարածքներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել արևի ճառագայթներն ու դառնալ հրկիզող ոսպնյակներ, նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ, ծխել եւ օգտվել բաց կրակից, վառելիքով լիցքավորված տարաների կամ մեքենաների շրջակայքում, կատարել չոր խոտի, խոզանի այրում, թողնել քսայուղով, բենզինով, կերոսինով եւ այլ դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր եւ այլն։ Հարգելի քաղաքացիներ, պահպանեք հրդեհային անվտանգության կանոնները, հոգ տարեք շրջակա միջավայրի կենսաբազմազանության մասին, իսկ նկատած հրդեհի կամ ծխի դեպքում զանգահարեք ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին։ Շաբաթվա կարևորները այսքան էին, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, ամենայն բարի ձեզ։